Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան, տիկին նախարար, ես մի հարց ունեմ կապված լեզվի հետ եւ տիկին Դվոյանն էլ ներկա է։ Ես նկատել եմ, որ Հայաստանում առողջապահական մի շարք հիմնարկներ, մասնավորապես լաբորատոր հետազոտություններ իրականացնող գործունեություն ծավալող հիմնարկներ իրենց գրագրությունը իրականացնում են ոչ հայոց լեզվով, մասնավորապես ժողովրդական բառապաշարով ասած անալիզների պատասխանները տալիս են ռուսերեն լեզվով կամ երբեմն նաև նկատել եմ նաև անգլերեն եւ սա կարծում եմ օրենքի տեսանկյունից է խնդրահարույց, արդյոք դուք այս խնդիրը արձանագրել եք եւ ում տիրույթում է այս խնդրի լուծումը։ Շնորհակալություն, պարոն Խանդանյան, այո, դա խնդիր է, դա լեզվի մասին օրենքի խախտում է ըստ էության եւ այս պահին կարող են դիմել եւ համապատասխան վարույթ կհարուցվի լեզվի կոմիտեի կողմից, բայց մենք հիմա շրջանառում ենք նաեւ օրենսդրական մի փաթեթ փոփոխությունների լեզվի մասին օրենքի, որպեսզի հենց վերահսկողական գործառույթը ավելի արդյունավետ դառնա եւ այստեղ համապատասխան ոլորտի տեսչական մարմիններին ենք նաեւ վերապահում այս ուրեմն պահանջի իրագործման փաստը ստուգելը, որտեղ երբ որ օրինակ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը կամ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մտնում է առողջապահական որևէ հաստատություն ստուգման, բնականաբար նրանք նայում են գրագրությունը եւ ըստ էության իրենց ստուգաթերթում այդ նշումը անելու հնարավորությունը պիտի օրենսդրորեն ունենան, որը նաեւ խախտման փաստը կարձանագրի եւ արդեն տեսչական մարմնի գործիքակազմը կաշխատի։ Մենք հիմա այդ փոփոխությունը արդեն շրջանառում ենք, առաջիկայում կբերենք ազգային ժողով, դա կօգնի միանգամից մեծացնել վերահսկողական գործառույթի արդյունավետությունը։ Այս պահին պիտի դիմեն լեզվի կոմիտե վարույթի հարուցման, որը գիտեք, որ շատ էֆեկտիվ չի, որովհետև դատական կարգով պետք է գնանք լեզվի կոմիտեի գործառույթների պատճառով, բայց օրենսդրական փոփոխության արդյունքում տեսչական մարմինները կկարողանան զբաղվել, տվյալ ոլորտի տեսչական մարմինները։